Ողջույն, ստացել եմ հերթական պատմերը, հիմա միասին ապափաթեթավորենք և տեսնենք, թե ինչ եմ վերցրել ես։ Մի քանի տոկրակի գնումներ են, գիտեք արդեն, որ ես այսպես արգվող եմ ստանում։ Ամենաառաջինը, տոմս, հոկտեմբերի 19-ին Մասիս քաղաքում տեղի է ունենալու առողջության օր, եթե ցանկանում եք մասնակցել, այս տոմսը ձեռք բերելը պարտադիր է։ Դուք կարող եք տալ ձեր առողջության հետ կապված ցանկացած հարցեր և բժշկուհին կտա համապատասխան բուժումը, գումարած դրան, թե ինչ սննդային հավելում կարող եք օգտագործել, որ ձեր այս կամ այն խնդիրը ավելի արագ լուծվի։ Վերցրել եմ փոքրիկից համար D վիտամինը հեղուկ տարբերակով, այսպես, իդեպ այս կատալոգում այն բավականին մատչելի գնով է գալիս, սա տոպրակը մեզ պետք չէ։ Ուզում եմ խոսեմ այս բարձի մասին։ Սա գրեչկայի թեփուկներով բարձ է, նախատեսված է այն մարդկանց համար, ովքեր ունեն ողնաշարի խնդիրներ, գլխացավեր, պարանոցի ցավեր։ Գրեչկայի թեփուկներով բարձը թույլ է տալիս, որպեսզի ձեր գլուխը դիրքավորվի կամ մարմնի այն հատվածը, որը որ պետք է դնեք դրան, դիրքավորվի առանց սեղմելու անոթները, որի արդյունքում այրան շրջանառությունը չի դժվարանում և բնականաբար, եթե քնած ժամանակ այրան շրջանառությունը նորմալ կատարվում է, հետևաբար նաև կամաց և գլխացավերը և մեջքացավերը իրենք վերանում են։ Սա շատ լավ ուղղում է, հիմքում նկած է գրեչկայի թեփուկները, տեսեք ինչպես սեղմեմ, այդպես դիրքավորվում է, այսպես, գնացինք առաջ։ Մի քանի դեզոդորներ, հիմնականում նույն գույնը, որովհետև մեր տան անդամները այս գույնն են շատ սիրում։ Սա փրվելու փրփուր և դեմքի ֆիքսատոր, դիմահարդարումը կարի պահելու համար։ Այս տոպրակը ես դատարկեցի, անցանք հաջորդին։ Լվացքի գել հատուկ սև շորերը լվանալու համար։ Ապակիները մաքրելու համար միշտ վերցնում եմ սա, որովհետև եթե նույնիսկ փոշիներն եմ սրանով հավաքում, ապա նկատում եմ, որ ավելի երկար է մաքրության էֆեկտը մնում։ Նվեր եմ ստացել պաչ, մազիներկ, արոմա, ամենասիրելիս արոմաները։ Սա պետք է բացվի, հիմա չեմ կարող բացել, կբացեմ ու բույրի մասին կասեմ։ Սրանից շատ հաճախ եմ վերցրում, մանավանդ այս սեզոնին։ Իձողիկները, որը երբեք շատ չի լինում։ Հիալուրոնկա լվացվելու գել վերցրել եմ, որի շնորհիվ սա նվեր եմ ստացել։ Լվացքի փոշի, անփոխող արտեֆակտ օծանելիքը, հիդրոֆիլային յուղը, որը ինձ համար իդեալական է դեմքը մաքրելու համար, բնականաբար սա երկու փուլով է, սրանով մաքրելուց հետո պարտադիր պետք է գել կամ փրփուրով ևս մաքրել։ Գնացինք առաջ, C վիտամին, ձայնիցս հասկացաք, որ ինձ սա պետք է։ Բնականաբար պետք է նաև այս իմբիրի կոճապղպեղի փոշին, որը մեկ բաժակ ջրին խառնելու եմ ու խմեմ, չնայած դրան, որ ունի շատ սուր ու կծու համ, բայց սա այն հազվագյուտ սննդային հավելում ասեմ, երևի սրան, սուխոյ նապիտիկ, չգիտեմ հայերեն ինչպես է, չոր ըմպելիք, որ մի անգամից ազդեցությունը տալիս է, մեջը մեղր է, մասուր է ու իմբիր, կոճապղպեղ։ Գիշերային դիմակ, հատուկ հենց գիշերային շարքից եմ վերցրել, որ գիշերը գեղեցկանա և առավոտյան դիմահարդարումը նստի իդեալական։ Այս ինչ եմ վերցրել, շիճուկ, նորություններ, խորը խոնավեցման համար և էլի հիալուրոնաթթու կա մեջը, ես ընդհանրապես օգտագործում եմ այն ամենը, ինչի մեջ կա հիալուրոնաթթու, որովհետև իմ մաշկը շատ չոր է, իսկ հիմա գիտեք, քանի որ աշուն է ու քանի որ գրեթե վստահ եմ, որ ֆերրիտինս ցածր է, մաշկի չորություն, մազաթափություն, եղունգների շերտավորում, հետևաբար ինձ պետք է ամեն ինչ, ինչը կապված է չորության հետ։ Փաստորեն այդքան էլ վիճակս անհույս չի, սա անուշ հոտ ունի, ես դա զգացի։ Blueberry, հատուկ նրանց համար, ովքեր ուզում են իրենց տեսողությունը լավ մակարդակի վրա պահել։ Դեպ սա էլ մատչելի։
վենտի շարքից սափրվելուց հետո գել, անբաժանելի, անփոփոխ սուրման, աշխարհը փուլ գա, ես միայն սա եմ քսում, ես կարծես թե սրանից մի քիչ բերեբոր եմ արել, և նորությունը, որը կոնսիլեր է, շտկիչ հայերեն, կօգտագործեմ կարծիքս կասեմ սրան ասել, այսքանն էին իմ այս անգամվա գնումները, իդեպ նշեմ, որ այս ամենը 38,000 դրամի գնումներ են և մոտավորապես 60 բարի պատվեր է այստեղ, եթե ցանկանաք ինչ-որ մի բան մատչելի տարբերակով վերցնել, մենք ամեն կատալոգում ունենում ենք եկամտաբեր ակցիաներ, դիմեք, ես ձեզ կօգնեմ։